Վաշինգտոնը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու մասին, ըստ ամերիկյան կողմի դրանք անմիջական սպառնալիք են ներկայացրել տարածաշրջանային նավագնացության համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով ի պատասխան հարվածել են Գորկում և Ղեշմ կղզում գտնվող իրանական ափամերձ հսկողության ռադարային կայանների։ Նաև հաղորդվում է, որ իրանական ուժերը կրկին հրթիռներ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ դրանք չեզոքացվել են։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ շաբաթ գիշերը 4 նավթատար փորձել է անցնել Հորմուզի նեղուցով առանց Թեհրանի համաձայնության։ Դրանցից մեկին հարված է հասցվել, մյուսները հետ են շրջվել։ ԻՀՊԿ-ից հավելել են, որ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան բազաներին հարվածը պատասխան գործողություն է եղել։ Դոնալդ Թրամփի կարծիքով հակամարտությունը գրեթե հանգուցալուծում է ստացել։ Ըստ ԱՄՆ նախագահի, այն կարող է կարգավորվել առաջիկայում կամ դիվանագիտական կամ ավելի դաժան ճանապարհով։ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու իրեն ուղղված նամակը, որում Ուկրաինայի նախագահն առաջարկում է երկկողմ հանդիպում կազմակերպել պատերազմը դադարեցնելու համար։ Ռուսաստանի նախագահը կոպիտ է որակել Զելենսկու տոնը և հայտարարել, որ դեռևս նման հանդիպման իմաստ չի տեսնում։ Կրեմլի ղեկավարը խորհուրդ է տվել Զելենսկուն ընտրություններ նշանակել, որոնք Ուկրաինայում չեն անցկացվում պատերազմական դրության պատճառով։ Նա նաև մեղադրել է Կիևին Վաշինգտոնի երաշխավորությունից իբր հրաժարվելու համար։ Պուտինը շեշտել է, հիմնական հարցերը պետք է լուծվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, իսկ մյուս երկրները հանդես գան որպես երաշխավորներ։ Միևնույն ժամանակ Կրեմլի ղեկավարը դիմել է ռազմաճակատում գտնվող ռուս զինվորներին՝ առաջ եղբայրներ։ Պուտինի խոսքով պատերազմն ինչ-որ պահի կավարտվի, դա տեղի կունենա, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին։ Ձգտելու ենք Ուկրաինայի ապազգայնականացմանը, հավելել է նախագահը։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Պուտինն ու Զելենսկին հիմա պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները։ Ես եմ նրանց հասցրել այս կետին, հուսով եմ ամեն ինչ կկարգավորվի, նշել է Թրամփը։ Զուգահեռ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա։ Գերմանիայի կանցլերն էլ հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների։ Ֆրիդրիխ Մերցը շեշտել է, եվրոպացիները պետք է ներկա լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս ֆոնին կողմերը շարունակում են հայտնել փոխադարձ հարվածների մասին։ Տեղեկություններ կան, որ վերջին ժամերին Լենինգրադի մարզի երկնքում 140-ից ավելի ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել։ Սանկտ Պետերբուրգի տեղական իշխանությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս չգալ փողոց։ Կրասնոդարի երկրամասում նավթաբազա է բռնկվել։ Շրջակա տարածքների մի քանի տասնյակ բնակիչ տարհանվել է։ Ռուսաստանը և Ուկրաինան 185-185-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով այդ հարցում միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Կիևից հաստատել են, ռուսական գերությունից տուն է վերադառնում ևս 185 ուկրաինացի պաշտպան։ Նրանց հետ է նաև մեկ քաղաքացիական անձ, հայտնել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինա վերադարձողների շարքում կան 2022 թվականից գերության մեջ գտնվողներ։ Նախորդ փոխանակումը իրականացվել էր մայիսի 15-ին 205-ը 205-ի դիմաց բանաձևով։ Դիանա Գասպարյան, լուրեր։